Բարև ձեզ հարգելի ագնտիրներ, հայրենիք լրատվական գետրոնեն մեր շաբաթօրյա լրատվությունը կսկսենք հոյտա 35-րդ ընտանուն ժողովով, որ ավարտեց իր աշխատանքները, որոնց վերջավորության ընտրեց հոյտա նոր բյուրոն։ Հոյտա բյուրո ընտրվեցան Արմեն Ռուստամյան Հայաստան, Լիլիթ Կալստյան Հայաստան, Դարոն Դոնոյան Հայաստան, Արսեն Համբարձումյան Հայաստան, Սևան Տանյելյան Իրան, Խաժակ Մգրդիչյան Միացյալ Նահանգներ, Դարոն Դերխաչադուրյան Միացյալ Նահանգներ, Հովսեփ Դերկևորկյան Ֆրանսա, Մուրադ Պապազյան Ֆրանսա, Հակոբ Փակրադունի Լիբանան, Ռաֆի Դոնաբեդյան Կանադա։ Հոյտա նորընտիր բյուրոն իր ընտրանիք նիստին ընթացքին Հոյտա բյուրոյի ներկայացուցիչ ընտրեց Արմեն Ռուստամյանը։ Հոյտա բյուրոյի Քրիստապոր Միքայելյան գետրոնին մեջ կայացավ Հոյտա նորընտիր բյուրոյի մամլո ասուլիսը, Հոյտա բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի եւ անդամներ Հակոբ Փակրադունի եւ Լիլիթ Կալստյանի մասնակցությամբ։ Առաջին հերթին Կալստյան շնորհակալություն հայտնեց Հոյտա բյուրոյի մեջ գնոջ ներկայությունը արժևորելուն համար։ Ապա Ռուստամյան հայտարարեց, որ Հոյտա 35-րդ ժողովը գումարվեցավ այնպիսի ժամանակաշրջանի մեջ, ուր նախապես նշված բոլոր սպառնալիքները եւ վտանգները ավելի հաստատեցին իրենց գենսունակությունը։ Հայությունը ագնանդես եղավ Արցախի մեջ կատարված ցեղասպանության։ Անհամոզում հայտնեց, որ ներկա իշխանություններուն օրերուն Հայաստան բռնած է դեպի թրկացում տանող ճանապարհը։ Ռուստամյան գենսական համարեց, որ Հայաստան փոխե իր արտաքին քաղաքականությունը։ Անիկա պետք է ընդլայնե իր բարեկամ պետություններուն թիվը, կարևորելով Ռուսիո հետ ռազմավարական եւ դաշնակցային հարաբերություններու ամրապնդումը, ինչպես նաեւ Իրանի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը, Ռուստամյանը ասավ, որ անհրաժեշտ է ստեղծել երկկողմանի պաշտպանական համագարկ։ Անդրադառնալով Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի ճակատագրին, Ռուստամյան շեշտեց, որ Բաքուի մեջ կերևարված հայ քերիներու ազատարձակման կապված որոշակի հոլովույթներ գիրականացվին։ Հոյտայի համար ասիկա գլխավոր հարցերեն մին է։ Հայտարարի գրասենյակներն ու հոյտա գառույցները ամեն ինչ գնեն եւ պիտի ինեն, որովհետեւ քերիները ազատարձակվին, ըսավան։ Ռուստամյան շեշտեց, որ Հոյտա 35-րդ ընտանուր ժողովին ընթացքին Դավիթ Իշխանյանի վերաբերյալ առանցին եւ միացային որոշում կայացած է եւ ան կշարունակե մնալ Հոյտա բյուրոյի անդամ։ Նույնպես կպահպանվին Հոյտա Արցախի գետնական կոմիտեն եւ գառույցը։ Իր ղարքին Հոյտա բյուրոյի անդամ Հակոբ Փակրադունի խոսեցավ միջին արևելյան իրադարձություններուն եւ Լիբանանահայության դիմակրաված տագնապներուն եւ դժվարություններուն մասին եւ ասավ, որ միջին արևելքի հայության պահպանումը բարձրապես միջին արևելյան հայկական համայնքներու պահպանում չէ, այլ Հայաստանի եւ մեր ընդհանրական նպատակներու իրականացում։ Մամլո ասուլիսին ավարտին ներկա լրագրողները ուղղեցին բազմաթիվ հարցումներ եւ ստացան սպարիչ պատասխաններ։ Հոյտա 35-րդ ընտանուն ժողովը հրապարակեց հայտարարությունը, որում մեջ գսվի Հոյտա 35-րդ ընտանուն ժողովը գումարվեցավ Հայաստանի Հանրապետության եւ ամբողջ հայության համար աշխարհակահաղական եւ ներազգային լրջակույն մարտահրավերներու Արցախի Հանրապետության բռնակրավման, Արցախի մեջ տեղի ունեցած ցեղասպանության, հայոց պետականության դեմ ուղղված գոյութենական սպառնալիքներու ժամանակահատվածի մեջ։ Բادرազմերով ընկերացող համաշխարհային վերատասավորումները միջազգային կառույցներու եւ միջազգային օրենքի, ինչպես նաեւ զսպումի արդյունավետ մեխանիզմներու բացակայությունը անվտանգային մարտահրավերներ են հայոց պետականության լինելությանն ու հայկական համայնքներու գենսունակության համար։ 44-օրյա պատերազմեն ետք դարաձաշրջանեն ներս խախտված ռազմաքաղաքական հավասարակշռությունը, Ադրբեջանի շարունակական ռազմադենչ նկրտումներն ու Հայաստանի Հանրապետության իշխանություններու որդեգրած խաղաղության գերծ օրակարգը անվտանգային նոր սպառնալիքներ կստեղծեն։ Թե թուրք-ադրբեջանական առանցքի, թե այլ Հայաստանի Հանրապետության վարչախումբին համար առաջնահերթ թիրախ են ազգային ինքնութենական արժեքներն ու ազգային գաղափարախոսությունը թավանող ուժերը։
Հայաստանի անվտանգային եւ գարավարման ճգնաժամը ներազգային թշնամանք հրահրելու եւ սպիրկը բարակնելու իշխանության քայլերը կխորացնեն հանրային հուսալքությունը։ Քննելով իրավիճակը, Հոյիտա 35-րդ ընդանուր ժողովը հաստատեց. Մրցունակ նոր որակի ազգային պետության կառուցումը եւ հայկական ինքնության պահպանումը Հոյիտան կհրճակի ռազմավարական նպատակ եւ կհայտարարե բայկարի վճռական հանգրվանի մասին։ Ստայնում կսահմանվին ռազմավարական հետևյալ առաջնահերթությունները. հայոց անկախ պետականության հզորացում, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վերականգնում, ժողովրդավարական, իրավական, ընկերային պետության գերդում, անկախության հռչակագրի դարին ու ոգին համապատասխան։ Արցախի ազատագրման օրակարգին շուրջ համազգային համախմբում, միջազգային իրավաքաղաքական երաշխիքներու գործադրմամբ, Արցախայության հավաքական վերադարձի եւ հիմնարար մյուս իրավունքներու իրացում, հայոց բանակի պաշտպանության եւ անվտանգության համագարկերու ամրապնդում, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հադուցման իրավունքի հետապնդում, ազգային եւ պետական շահերու վրա կառուցված անվտանգային սպառնալիքները հաղթահարող արտաքին քաղաքականության որդեգրում, սպիրկի կազմակերպական հզորացում, համահայկական օրակարգերու շուրջ ազգային եւ քաղաքական համախմբում, միաժամանակ Հոյիտա 35-րդ ընդանուր ժողովը հաստատեց Հայաստանի Հանրապետության իշխանություններու որդեգրած ապազգային եւ ապապետական ընթացքը գասեցնելու, հայրենիքի անվտանգությունը երաշխավորելու, գենսունակ հայկական պետություն ունենալու, ընկերային արտարություն հաստատելու, ներազգային համապարփակ ճգնաժամը հաղթահարելու եւ Հոյիտա ռազմավարական նպատակները իրագործելու անհրաժեշտ պայմանը իշխանապողությունն է։ Հայ հեղափոխական դաշնակցությունը լի է վճռականությամբ եւ պատրաստական է պետականության եւ ազգային ինքնության պահպանման ու զարգացման օրակարգի շուրջ քոյացնել համազգային համախմբում։ Հոյիտա բյուրոն գլխավորությամբ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի այցելեց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի Հայաստան գտնվող Արցախի մնային ներկայացության կենտրոնին մեջ։ Հանդիպման ընթացքին քննարկվեցան բռնի դեղահանված Արցախի ժողովրդի դիմակրաված հարցերը, անոնց լուծման տարբերակները, հատկապես պատմական հայրենիք վերադարձի նպատակով կատարվող աշխատանքները։ Կարևորվեցավ Հայաստանի մեջ արցախցիներու արժանապատիվ կյանքի պայմաններու ստեղծումը, թե իրավական եւ թե ընկերային հոգեբանական մարզերում մեջ։ Ընդգծվեցավ Արցախի Հանրապետության պետական հիմնարկներու գոյության եւ գործունեության կարևորությունը, Արցախի ժողովրդի իրավունքներու պաշտպանության եւ վերականգնման գործի մեջ։ Ադրբեջանի իշխանությունները գծկտին բռնադիրական վարչակարգին շուրջ երկաթյա վարակույրները փակել, միջազգային ընտանիքին աչքեն եւ ուշադրություն են հերու կասկածելի եւ դատապարտելի գործարքներ իրականացնելու համար։ Արդարև Բաքուի իշխանություններու մոդիկ լրատու աղբյուրներ հաղորդեցին, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը Գարավարության եւ արտաքին գործոց նախարարության թելադրած է միջոցներու թիմել, փակելու համար միջազգային գազམ་ակերպություններու գրասենյակներ, զանոն կամ պաստանելով այսպես գոչված գասկածելի աշխատանքներ կատարող հասարակական գազམ་ակերպություններու հետ գործակցելու հանցանքով։ Ուշադրության արժանի դեղեցությունը այն է, թե ադրբեջանական լրատու աղբյուրները չեն մորցած նաև Հայաստանը, անոր հասցեինալ շարք մեղադրանքներ կատարելով։ Բիդի փակվին մագի զարգացման ծրագրի, մագի քաղաքականներու հարցերով քերակույն հանձնագետարի ներկայացուցիչին, մագի բնակչության հիմնադրամի, մագի մանկական հիմնադրամի, գաղթի քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի եւ ինչ որ ամենեն դատապարտելին ու վտանգավորն է միջազգային Գարմիր խաչի Բաքուի գրասենյակները։ Մագի մարդու իրավունքներու բարձր հանձնագետար Վոլկեր Թուրք
հորդորեց Ադրբեջանի մեջ կերևարված հայերը անհաբաղ ազատ արձակել։ Ժնևի մեջ գայացած մարդու իրավունքներու խորհրդի 58-րդ նստաշրջանի ընթացքին ներկայացուցած իր զեկույցի մեջ թուրք նշեց, որ կհետևի հայ-ադրբեջանական բանակցություններուն, հույս հայտնելով, որ անոնք կհանգին ճշմարտության բացահայտման, ապակինման եւ հաշտեցման հոլովույթին, որուն աջակցելու պատրաստակամություն հայտնեց։ Բարձր հանձնագետարը անդրադարձավ Ադրբեջանի մեջ արգելափակված բոլոր անձերուն, ներառյալ հայ գերիներուն, ընդգծելով, որ անոնք պետք է անհաբաղ ազատ արձակվին եւ արդար դատավարության անոնց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվին։ Ադրբեջանի հագաստեցությունը չուշացավ։ Արտաքին գործոս նախարարության պամպեր Այհան Հաջիզադե հայտարարեց, որ խաղաղության ճանկերու գնահատումը պետք չէ մտակնի ամբողջական պատկերը եւ խոսեցավ արդար դատավարության եւ օրենքի քերագայության մասին, մոռնալով, որ պատերազմական հայ գերիները խոշտանկումներու ենթարկող Բաքուի իշխանություններուն անունով գխոսի։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Գիրագոսյան հրաժարեցավ եւ հայտարարեց, որ գլեկե իր պաշտոնը գետրոնանալու համար քիդական եւ մասնակիտական գործունեության վրա։ Գիրագոսյանի հրաժարականը նման բահումը բնականաբար հարցապտումներու թուր կպանա, որովհետեւ անչանտրադարձավ իր հրաժարականեն յետք իհայտ եկող գլխավոր հարցին, թե արդյոք դարագործություններ գոյություն ունի իշխանություններուն հետ Ադրբեջանի դեմ միջազգային ադյաններու ներկայացված հարցերի հետ կանչելու շուրջ։ Պետք է հիշեցնել, որ անցյալ օգոստոսին հայրենի մամուլի մեջ հրապարակվեցան որոշ տեղեկություններ, թե Գիրագոսյան դժգոհ է միջազգային դարբեր ադյաններու մեջ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացուցած հայցերեն հրաժարելու գաղափարին։ Վարչապետ Փաշինյան պատրաստական է հայցերեն հրաժարիլ խաղաղության համաձայնագրիմը բարակային։ Այս մասին Գիրագոսյան շատ հստակ արտահայտված է, թե դատական վեճերու եւ խաղաղության միջև հագացություն տնելը արհեստական է եւ թե ինք ադոր մեջ անգերձություն չի տեսներ, ավելցնելով, որ միջազգային ադյաններու մեջ վեճերու քննությունը անոնց լուծման քաղաքագիր ծևմն է, որ ժամանակակից աշխարհի մեջ ընդունված է։ Երևանի վարչական դատարանին մեջ կայացավ արտաքին գործոս նախարարության դեմ Հայաստան խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Աննա Գրիգորյանի, Արթուր Խաչատրյանի եւ Գեգամ Մանուկյանի բողոքի քննությունը։ Այս հարցով ինտիմատիր պատգամավորները կպահանջեն, որ ոչ իրավաչափ համարվի արտաքին գործոս նախարարի 14 մարտ 2024-ի քրությունը, որուն միջոցով պատգամավորներուն կարգիլվի ճանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագիծերը։ Նիստին ընթացքին պատգամավոր Աննա Գրիգորյան հայտարարեց, որ իբրև ազգային ժողովի պատգամավորներ ունին իրավունքը ճանոթանալու դեղեկատվության, որովհետև այդ իրավունքը իրենց դրված է օրենսդրությամբ, ոչ թե Նիկոլ Փաշինյանի որոշումով։ Իր ղարքին պատգամավոր Գեգամ Մանուկյան դիտել տվավ, որ քաղաքացիական պայմանագրի որևէ պատգամավոր հնարավորություն ունի ճանոթանալու նախագիծերուն եւ իրենք ոչ, որովհետեւ Փաշինյան անձնական ճաշակով գորոշե թե ով կրնա նախագիծերուն ճանոթանալ։ Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերություններու հանձնաժողովի նախագահ իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյան հայտարարեց, որ Հայաստան պատրաստ է Ադրբեջանին հնարավորություն տալ գապվելու Նախիջևանի հետ երկիրներու ինքնիշխանության եւ իրավազորության տակ։ Խանդանյանի համաձայն նույն դրամապանությամբ Հայաստանի հյուսիսեն մինչև հարավ գաբուղիները պետք է բացվին։ Անսավ, որ Երևանի իշխանություններուն դիրքորոշումը շինիչ է այս հարցերուն գաբակցապար։ Խանդանյան նաև հիշեցուց, որ Երևան այս հարցերուն մասին առաջարկներ ներկայացուցած է Ադրբեջանի, սակայն Բաքուի իշխանությունները դրական արձագանք չեն ունեցած։ Աննշեց, որ իր կարծիքով շրջանին մեջ լարվածության բարձրացման վտանգի հիմք չկա։ Թուրքիո նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավերին ընտարաչելով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև այցելեց Անկարա, ուր խորհրդակցություններ են յետկայացած մամլո Միացյալ Ասուլիսին ընթացքին, Ալիև հայտարարեց, որ Թուրքիա եւ Ադրբեջան միացյալ նախագիծեր կներկայացնեն, ինչպես Իգդիր Նախիջևան գազադարը, որ այսուհետև ադրբեջանական բնական գազը Նախիջևան պիտի հասցնե։ Ալիև, որ գդրականապես մերժած է հարավային Կովկասյան ուղիներով վերապացման Հայաստանի վարչապետին առաջարկը, հայտարարեց, որ Բաքու-Թիֆլիս գարս երկաթուղին, որ Թուրքիան Ադրբեջանի կգաբե, զգալի առավելություններ ունի եւ մեծ նշանակություն ոչ միայն Ադրբեջանի եւ Թուրքիո համար, այլև հատկապես թուրքական աշխարհի համախմբման մեջ։ Ան նաեւ հայտարարեց նույն հանգերքը, որ ամեն առիթի կնշե։ Ալիևը ասավ, որ Զանգեզուրը ադրբեջանական հող է, որ իբրև թե միդումնավոր գերբով հանձնված է Հայաստանի, որովհետեւ ադրբեջանցիներու կյանքը փարտացվի։ Մամլո ասուլիսին ընթացքին Էրդողան եւ Ալիև դեսագաբով հետևեցան Իգդիր Նախիջևան գազադարին գործարկման արարողության։ Ընկերվար երիտասարդության միջազգային միությունը ՄԱԳ-ի, Եվրոպական միության եւ առնչագից բոլոր կողմերուն գոչրավ անհաբաղ քայլերու ցերնարգելու, մասնավորապես պահանջելով, որ Ադրբեջանի մեջ արգելափակված հայ քաղաքական բանդարգյալներու եւ բադանտներու ազատ արձակումը։ Միությունը, որուն անդամ է ՀՕԻՏ երիտասարդականը, նաեւ պահանջեց պատժամիջոցներ որդեգրել Ադրբեջանի բռնադիրական վարչակարգին դեմ, ապահովել Արցախի բնիկ հայ բնակչության հայրենիք վերադարձի իրավունքը եւ պահանջել ադրբեջանական ուժերու Հայաստանի տարածքներեն հեռացումը։ Ամերիկայի հայտարարի հանձնախումբին գազագերբությամբ 1 եւ 2 ապրիլին Վաշինգտոնի մեջ տեղի պիտի ունենան Հայաստանի ապահովության երաշխավորման եւ Արցախի գոյատևման պայքարի պաշտպանության օրեր։ 2 ապրիլին նաեւ տեղի պիտի ունենա հայոց ցեղասպանության եւ Արցախի ցեղասպանության արտարության պահանջադիրական ողջագործման ցերնարգը։ Այս նախաձեռնություններուն խիտ շարքերով ներկա գտնվելը շատ կարեւոր է, որովհետեւ քաղաքական ազդու պատկան փոխանցվի, վերահաստատելով հայության անխախտ պահանջադիրությունը ազգային նպատակներու հետապնդման ներառյալ հայոց ցեղասպանությունը հադուցումը եւ Արցախի ժողովրդին ինքնորոշման իրավունքը։ Օնտարիո մեջ կայացան նահանգային ընտրություններ, որոնց ընթացքին Արիս Բաբիկյան երրորդ անգամ լալով ընտրվեցավ։ Հարաշտիմական պահպանողականներ ու կուսակցության տեխնազու Բաբիկյան ստացավ Տորոնտոյի Ակարբորո աջընթորտի ընտրատարածքի քվեներու մոտ 50%-ը։ Արիս Բաբիկյան Օնտարիո Միսիսոգա շրջանի քաղաքացիության դատավորի պաշտոնին գոչված է 2009-ին եւ այդ պաշտոնը վարած է 6 տարի։ Եղած է նաեւ Կանադայի հայտարարի հանձնախումբի անդամ եւ վարած է Կանադայի հայտարարի հանձնախումբի Օտավայի գրասենյակի վարիչ տնօրենի պաշտոնը։ Վերադառնալով Ադրբեջանի լուրերուն, Բաքուի իշխանությունները ամբողջությամբ անդեսելով եւ արհամարհելով միջազգային ընտանիքին գոչերը գշարունակեն ջնշել այլախոհները, որոնց շարքին նորակույն զոհը եղավ բլոգեր Արզու Սայաթօղլու, որ Ադրբեջանի ծանր հանցագործություններու դատարանին որոշմամբ դատապարտվեցավ 7 տարվան բանդարգության, հաղորդեցին ադրբեջանական լրատու աղբյուրներ։ Ընտիմատիր բլոգերը հանցավոր համարվեցավ տրամաշուրթության հոդվածով։ YouTube-ի ալիքներով Բաքուի իշխանությունները գնահատող ադրբեջանցի բլոգերը 1 տարի առաջ ցերպակալված էր եւ փանդին մեջ դատավարության կսպասեր։ Ցերպակալութենեն առաջ ան գոչեր արձակած էր Բաքուի իշխանություններուն դեմ փողոքի ցույցեր կազմակերպելու։ Մարդկային իրավունքներու պաշտպան միջազգային կազմակերպություններ կհաղորդեն, որ Ադրբեջանի մեջ քաղաքական բանդարգյալներուն թիվը անցած է 350-ը։ Հայրենիք շաբաթաթերթին եւ Armenian Weekly-ին գայքեչերը բարեփոխության ենթարկվեցան, ընթերցասերներուն զանոնք ավելի թյուրին հասանելի եւ գրավիչ դարձնելու նպատակով։ Այժմ զրույցը պիտի ունենանք այս աշխատանքը իրականացուցած մեր գործընկերոջ Արսինե Վալադյանի հետ։ Բարև Արսինե։ Բարև։ Հաջիս մեր զրույցին սկիզբը
Գրնաս տուն քեզ զանոթացնել մեր ագընտիրներուն։ Այո, ուրեմն Արսինե Վալադյան, ես ծնված մեծացած եմ Ամերիկայի մեջ, Վաշինգտոնի մեջ եւ AYF-ի մեջ մեծացել եմ, որ հիմա ես արդեն Հայաստան գաբրիմ։ Ես գաշխատիմ հայրենիքի համար որպես PR մարքեթինգի դնորենը, բրենդինգի դնորենը։ Եվ ես արդեն մեկ տարի գաշխատիմ հայրենիք մեդիայի վրա եւ հիմա արդեն ուշադրությունս գերտա բոլոր հայրենիքի լուրերի վեբսայթները։ Շատ լավ։ Ուրեմն վեբսայթներուն հայրենիք շաբաթաթերթին եւ Armenian Weekly-ին վեբսայթերուն, գայքեչերուն փոփոխության նպատակը ինչ է։ Ուրեմն Աս վերջերս մենք հասկացանք, որ լուրերը մարդիկ ամբողջ աշխարհում տարբեր ձևերով լուրերը կգարթան։ Հայրենիքը 125 տարի մեր քաղույթի համար, մեր շրջանի համար գաշխատի, որ լուրերը հասնի մեր հայերուն։ Եվ հիմա մենք իհարկե չենք կարդալ միայն դպած թերթը, այլ վեբսայթներով եւ սոցիալ մեդիայով ժողովուրդը սովորեն հազար ձևով հասկանալ աշխարհի մեջ ինչ կբադահի Հայաստանի մեջ, Սփյուռքի մեջ եւ իրենց համար որ հեշտ լա մենք բրենդինգ գնենք որ ավելի դեսնան Armenian Weekly-ին եւ հայրենիքի լուրերը Հենց որ ինչքան հնարավոր է դբաց մինչև սոցիալ մեդիան, ինչքան տարբեր ձևերով հասնենք բոլորին, ավելի շատ կտեսնան եւ հասկանան աշխարհում ինչ կպատահի հայերու համար։ Ադոր համար մենք որոշեցինք հիմա ասմեկ տարի, որ հայրենիք մեդիան գա, կփորձենք որ նմանացնենք հայրենիքը եւ Armenian Weekly-ին որ նման տեսք ունենա, որ բادرաստ լան, որ գտեսնեն մարդիկ արդեն կհասկանան, որ ինչ որակի լուրեր կստանան, քանի որ սովոր են մեզանից, ասանք լուրեր միշտ կտեսնեն կամ YouTube-ի վրա, կամ Instagram-ի մեջ, կամ website-ի վրա, կամ թերթի մեջ։ So ադոր համար մենք որոշեցինք, որ աս փոփոխություններով առաջ գնանք։ Շատ լավ։ Իսկ ինչ նպատակ ունի, ինչ կնշանակի լոգոն, այսինքն գործածված լոգոներուն նպատակը իմաստը ինչ է։ Ուրեմն ես որ սկսա նայել հայրենիքի 125 տարվա թերթերը, որ առաջինը ինչպես էր, մինչև հիմա ինչեր անցավ, ես մեկ բան հասկացա, որ գրած դարը ամենակարևոր բանն է։ Եվ Այո, եղավ Արարատի լերերը, եղավ դարբեր լոգոներ, որ ուրիշ նշանակություններ ուներ, բայց առաջին հայրենիքը բարձ գրած էր հայրենիք։ Եվ ընդհանրապես հիմա լուրերի մեջ կտեսնես բարձ բաներ, դարը, ամենակարևոր բանն է լրագրության համար դարն է։ So Ինչերի ես որոշեցի, որ այդ դարի վրա աշխատիմ, որ ցույց տա հնությունը մինչև հիմա նոր մի քիչ մոդեռն ձևով, digital ձևով ոճը, որ երկուսն ալ փոփոխությունը ցույց տա։ Հիմա գնաս ասել, օքեյ, աս ամեն ինչը մեկ դարի մեջ չես կնար ցույց տա, կարևոր չէ ադի, կարևորը մեկ մարդիկ դեսնան եւ հասկանան այդ դարը Armenian Weekly-ին դարն է, հայրենիքի համար հն է։ So, ադե, բարձ, հայրենիքը, օրինակ, եթե նայիս հայրենիքի բարը լոգոյի մեջ, ավելի շատ նմանացնում է առաջին հայրենիքը, որ դպած էր։ So, ես փորձեցի կոնե քիչմը այդ հինությունը բահեմ եւ հայրենիքի պատմությունը մեջը լա, բայց նոր ձևով, որ նոր սերունդի համար ընդունված լինի, որ իրենք արդեն ուրախանան, որ մեր թերթերը, մեր վեբսայթները ամեն ինչը քիչմը ավելի հետարքիր
տեսք ունենա, որ կենտրոնանան, օքեյ, ասի հայրենիքին է գիտեմ, որ ասքան տարի գա, բայց կուզեմ կարդալ, քանի որ հետարքիր ֆոտոներ ունեն կամ սիրուն ձևով պատրաստված է, որ ես հասկանամ հեշտ եւ արագ։ Քանի որ այդպես պիտի լա հիմա, որ մարդիկ ժամանակ չունեն, պետք է արագ ընդունին աս ամեն ինչը, որ հետարկվեն եւ ավելի մտնեն մեր վեբսայթը կարդան ավելի։ So, ադե, բարձ դարերու վրա աշխատեցա, որ մարդիկ չնստեն ժամերով նայեն Արարատը ինչ կնշանակե մեզ համար, եկեք կարդացեք մենք ինչի մասին կխոսենք եւ ինչի մասին կգրենք, որ խոսակցությունը website-ի մեջ, թերթի մեջ լա։ Շատ լավ։ Իբրև մասնակետ տունաս մարզի մեջ ինչ է գարդիկդ հետևյալ հարցումին։ Գայքեչերը պետք է բարձլան քաշողականություն ունենալու համար, թե ոչ գայքեչերը քիչմը այսպես պետք է ուղղություն ունենան, լրջություն ունենան, որբեսի ընթերցողը գիտնա, որ այս գայքեչի մեջ ինչպիսի փոխանցություն կա։ Այսինքն ոս խոսքը կվերապերի բարձության։ Դուք իբրև մասնակետեր գերտակ դեպի գողովիկ դեպի բարձություն, թե ոչ ավելի լուրջ բանը պատրաստելու համար գճանակ այնպիսի գայքեչեր ստեղծել, որ քաշողականություն ունենալու գողքին նաև լրջություն մցուցաբեր է։ Ուրեմն նայած ոնց որ գողմից, ուրեմն այո, բարձությունը պետք է եւ չպիտի դնես ավենորդ բաներ, որ խառնվի մնացած կարևոր նյութերի հետ, ուղղակի ես ինձ համար կարևոր է, որ մարդիկ տեսնան մեկ անգամից քաշվին, որ գարթան, քանի որ մեր թերթերի հետաքրքրությունը այն է, որ այսքան տարի մենք շրջանի համար աշխատել ենք եւ իրենք ժողովուրդն մասնակցել են որպես միանան եւ խոսան մեր թերթի մեջ։ Օրինակ գարցիկներ կան բոլորից, որ մարդիկ գրեն իրենց գարցիկ։ Ես կհիշեմ 10 տարեկան ես AYF-ի ժամանակ կգրեի հոդվածներ, որ գուղարկեի Armenian Weekly։ Մինչև հիմա գա թերթի մեջ։ Աս ամեն ինչը պատմություն կուտա։ Եվ հիմա ամենակարևորը մարդիկ մտնեն եւ գարթան։ Եթե գնաս նայես բոլոր վեբսայթները, որ լուրերի համար ամենաբարձ են։ Մենակ գրած մասն է կարևոր եւ ֆոտոները եթե պետք լա բայց մեր կողմից այդ բարձությունը մի բան է բայց ժողովուրդն ալ պետք է բամը հասկանան սովորեն որ քույները դարերու ձևը ոչը այդ ամեն ինչը գապ ունի որ սովորեն որ ուր գերթան միշտ եւ սովորեն մեր սայթը ինչ ձև ոչ ունի, որ իրենք հասկանան, որ աս նյութը գհիշեմ հայրենիքի վեբսայթի վրա գարթացի եւ նորեն հետ գերթամ, որ նորեն գարթամ եւ հեշտ է եւ բարձ է եւ ուրիշ դժվար գտնելու խնդիր չունենան։ Ադե։ Շատ լավ։ Իբրև արդյունք գդարած աշխատանքիդ որ տուն այդ աշխատանքը գդարած ես հանրության ներկայանալու համար տուն քոհես աշխատանքեն արդյունքեն թե ոչ գաղավին գանուխ է եսելու արդյունքին մասին Ես կսեմ գանուխ է քանի որ իմ կորձս միշտ գապ ունի հաջողության հետ so եթե օրինակ հիմա աս ամեն ինչ ընեմ եւ նույն մարդիկ նորեն կգարթան նույն ձևով եւ իրենց համար կարեւոր չէ կամ գոհ չեն ինձ համար ադի լավ բան չէ բայց իմ ուշադրությունս ինչի վրա է այլ նոր սերունդի համար քանի որ մենք որ առաջ կերտանք մեծերը իհարկե գուզենք որ շարունակեն գարթան գապի մեջ մնան բայց աս նոր սերունդը իրենց համար ասի պիտի շարունակությունը լա եւ աս weekly-ն եւ հայրենիքը 10 տարի հետո 20 տարի հետո իրենց ցերկը պիտի մնան եւ իրենք պիտի շարունակեն աս թերթը որ
ինչ որ կարևոր նյութեր, ինչ որ կարևոր խոսակցությունը ասոր մեջ մնա եւ շարունակե։ Ադոր համար ես կսպասեմ, որ նոր սերունդին եթե պիտի մասնակցեն ավելի կամ գարթան ավելի, ադի պիտի նայեմ ինչեւ որ գոհլամ, քանի որ իրենց համար է ասամեն ինչը։ Շատ լավ։ Մեր ագնտիրներուն գուզեմ անգամ միևս հիշեցնել մեր զրույցին ավարտին, որ մեր զրուցակիցն է մեր կորձընկերը Արսինե Վալադյանը, որ բավական հստակ կերպով բացատրեց հայրենիք լրատվական կենտրոնի եւ Armenian Weekly գայքեչերուն պատրաստության ընթացքին իր թիրախը, որ երիտասարդությունն է եւ այդ երիտասարդությունը ներգրավելու համար մեր գայքեչերը փոփոխության ենթարկվեցան։ Հաջողություն պիտի մաղթեմ քեզի Արսինե եւ ըստ երևույթին որոշ ժամանակ հետ դարձյալ պիտի խոսենք քեզ հետ իմանալու համար արձանագրված արդյունքներուն մասին, որովհետև ամեն աշխատանք իր արդյունքը ունի եւ այդ արդյունքը պետք է քննադատականներու արժանանա։ Շատ ուրախ կլինեմ։ Շատ լավ։ Հաջողություն։ Մերսի շատ։ Հարգելի ագնտիներ, այսօրվան համար այսքան, շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Դարձյալ կհանդիպինք հառաջիկա շաբաթ։